Բարև ձեզ, ես Արենն եմ, իրավաբանության ինժեներ։ Այսօր մենք խոսալու ենք Արմենի հետ արհեստական բանականության ռիսկերից եւ երևի միանգամից հենց առաջի հարցից էլ սկսենք, ինչ ռիսկեր ունի արհեստական բանականությունը աշխատաշուկայի վրա։ Այսինքն հիմա շատ են խոսում, որ բազմաթիվ մասնագիտություններ վերանալու եզրին են, քանի որ արհեստական բանականությունը շատ լավ իրանց փոխարինում է։ Ինչ ես կարծում այդ մասով։ Բարև ձեզ, բարև Արենյան, ուրեմն իհարկե այդ ռիսկը կա ու խոսում են իրականությունից հեռու չի, շատ մասնագիտություններ կամ չի ասի ամբողջական մասնագիտություններ, բայց կոնկրետ ինչ-որ ավելի նեղ մասնագիտություններ, նեղ հմտություններ դառնում են ոչ այդքան պետքական, որովհետև AI-ը շատ լավ դա կատարում է, օրինակ հենց մեր ընկերությունում Tenweb-ում մեր հաճախորդների սպասարկման, այսինքն չաթերին, իմեյլներին պատասխանելու կեսից ավելին փաստացի 60-70%-ը արդեն chatbot-ն է անում, այսինքն հարցերի մեծ մասին կարող է պատասխանել։ Օրինակ դա նշանակում է, որ մենք կոպիտ ասած նույնքան հաճախորդ սպասարկելու համար արդեն 2 անգամ ավելի քիչ հաճախորդների սպասարկման մասնագետ ենք պահում ու պարզ հարցերը, օրինակ այն մարդիկ, ովքեր պետք է պատասխանեին ամենապարզ հարցերին, որ ուղղակի մեր օրինակ բանում knowledge base-ում մեր սայթում ինֆորմացիայում կան հոդվածներ, որոնք դա բացատրում են, այդ հարցերին պատասխանող մարդ այլևս մեզ պետք չի։ Ու ոչ միայն այդ ամենապարզ, նաև ահագին ավելի բարդ բաներ, որ հիմիկվա օրինակ chatbot-երը կարողանում են նաև գործողություններ անել։ Օրինակ մարդը հարցնում է կոնկրետ իր պատվերի կամ կոնկրետ իր product-ից ինչ-որ հարց, էլի AI-ը առանց մարդու օգնության կարող գնա ստուգի, օրինակ նայի այդ մարդը ինչ ունի ու ինչ չունի, ինչ կարա անի, ինչ չի կարա, կամ օրինակ իր տեսականորեն կարող օրինակ ստուգի նաև իր վճարումը ինչ երբ է հաջորդ վճարումը օրինակ կամ եւ այլն ու բազմաթիվ այդպիսի հարցերի կարող է AI-ը պատասխանի։ Այդ ձևով օրինակ բաներն ավիաուղիների հետ եթե խոսում ես շատ դեպքերում հիմնականում chatbot-ն է պատասխանում կամ շատ ընկերություններ կա հիմա արդեն աշխարհում, որ փորձեք օրինակ իրանց հետ կապ հաստատել, մինչև մարդու հասնելը դու ահագին փուլեր ես անցնում, որտեղ մարդու հետ չես առնչվում։ Տարբեր թարմացումներ ես ստանում եւ այլն, ամեն ինչը AI-ն է կազմակերպում։ Ու դա մի հատ մասնագիտություններ, ես չեմ կարծում, որ տենց ամբողջական մասնագիտություններ մեզ շատ մոտ ապագայում կվերանան, բայց ուղղակի մարդկանց վրա կմնա ավելի բարդ մասը, ավելի խճճված, ավելի մարդկային բան պահանջող, ոնց որ ստեղծագործական մաս պահանջող մասը կմնա, ու դա իհարկե դրա արդյունքում, ասենք 3 անգամ կամ 5 անգամ ավելի քիչ մարդ կպահանջվի նույն գործը անելու համար, նույնը ասենք վերաբերվում է, ասենք դիզայն անելուն կամ լինի դա ֆիզիկական, ասենք ինտերիերի կամ էքստերիերի դիզայն, թե լինի, ասենք ինչ-որ պոստերի կամ վեբսայթի դիզայն, էլի ոնց որ գործի մեծ մասը 80%-ը էլի AI-ն է անում, մի փոքր մասն է մնում մարդուն, ու այն մնացած մասը բնականաբար, այսինքն այդ 80%-ը մարդկանց պետքա բնականաբար գտնեն այլ ինչ-որ աշխատանք կամ ինչ-որ այլ կիրառություն իրանց հմտություններին։ Դե կարա իրականում 80%-ը չլինի, կարա այդ 20%, կարա լինի օրինակ 50%-ը, որտեղ այն գործի 20%-ը որ անում են, այդ չի նշանակում 80%-ն է գործից դուրս գալու, որովհետև ուղղակի գործը կարա ավելի շատանա, ու այդ մարդիկ իրանց հմտությունները օգտագործելով ավելի շատ գործ անեն ուղղակի էլի, պարտադիր չի որ գործը կորցնեն։ Իսկ այն մնացածը բարձր մոտավորապես ասենք երևի կեսը շատ կոպիտ տենց օթից թիվ եմ ասում իհարկե, բայց ասենք կեսը ստիպված կլինի ինչ որ նոր հմտություններ ձեռք բերել։ Նախ AI-ի հետ աշխատել ու դա նամանավանդ երիտասարդներին է վերաբերվում, որ հիմա պետքա մրցունակ լինելու համար պետքա կարողանան AI-ի հետ լավ աշխատել, AI-ի հետ խոսել, կոպիտ ասած AI-ի հետ աշխատել, այդ prompt engineering-ը, որ այդքան ասում են, ինչ այն է ներկայացնում, ինքը
արհեստական բանականության հետ ճիշտ ձևով, ճիշտ բառերով, ճիշտ մեթոդով խոսալու հմտությունն է ու դա պետք է սովորեն բոլորը համարյա թե ցանկացած մասնագիտության մեջ ու եթե ասենք նոր են մասնագիտություն ընտրեն այնպիսի մասնագիտություն որտեղ որ AI-ը դեռ հերույ է մարդուց օրինակ շատ գործեր կան օրինակ ձեռքի աշխատանք կամ ֆիզիկական աշխատանք sense կարելի է ձևակերպել ֆիզիկական աշխարհը լավ հասկանալու հմտություն պահանջող աշխատանքները AI-ը դժվար է անում օրինակ ինչ որ ամենակոպիտը խողովակ քաշելը բանալը AI-ի համար ագին դժվար է որովհետև ֆիզիկական աշխարհի հետ աշխատանքը դեռ որ ագին թույլ է ստացվում AI-ի մոտ տենց մոտ այսինքն երևի ռիսկերի ոնց հասկացա ամենալավ զսման մեխանիզմը դա նոր հմտություններ ձեռք բերելն է այսինքն համակերպվել ես տեխնոլոգիական առաջընթացի հետ ու սկսել ձեռք բերել նոր գիտելիքներ, որպեսզի գործ գտնելու այդ խնդիրը լուծեն աշխատողները։ Իսկ պետությունների տեսանկյունից, օրինակ, խոսակցություն է եղել, որը որ իմ կարծիքով մի քիչ անիրական է, որ օրինակ պետությունները կանգնացնեն այս տեխնոլոգիական առաջընթացը արհեստական բանականության, հա, որպեսզի աշխատաշուկան սկսի հարմարվել ու այդ անցումը ոնց որ արհեստական բանականությամբ աջակցությամբ այդ աշխատողների sense սահուն լինի ու սոցիալական խնդիրներ չառաջանան։ Այդ մասով ինչ կարծես հնարավոր է իրոք ինչ որ մի ձև այս առաջընթացը կանգնեցնել։ Չէ, իմ կարծիքով հնարավոր չի ընդհանրապես բացառվում է դա կանգնեցնելը ուրեմն ամենակարևոր ոնց որ ամենաակնհայտ պատճառը այն է որ եթե ինչ որ պետություն կամ նույնիսկ չգիտեմ 5-10 պետություն որոշեն դա դանդաղացնել դա ու ուրիշ 10 պետություն որոշեն չդանդաղացնել արագացնել մեծ ներդրում անեն ուղղակի այն առաջին 10 պետությունը մրցունակ չեն լինի նույնը կարանք ասենք եթե պետությունների մասին ենք ասում նույնը կարանք ասենք կազմակերպությունների մասին ցանկացած ոլորտում եթե դու զսպում ես առաջընթացը փորձում ես հետ ես քեզ արհեստական ձևով քեզ հետ ես գցում դու մրցունակ չես լինում հետ ես ընկնում հիմա օրինակ ասենք ամենաակնհայտ օրինակը մեծ ԱՄՆ-ում եթե ասենք որ մի պահ որոշեցին որ պետքա բանան դանդաղացնեն չէ OpenAI-ին դիմեցին բազմաթիվ sense մեծ կազմակերպությունների տնօրեններ դիմեցին որ 6 ամսով դադարացնեն բայց հիմա արդեն դրա մասին ոչ ոք չի հիշում այդ 6 ամիսը անցավ նորից սկսեցին արագ եւ OpenAI Google-ը մյուսները արագ զարգացրեցին որովհետեւ Չինաստանում չինական ընկերություններ հայտնվեցին, որոնք որ նույն բանը անում են շատ ավելի արագ ու շատ ավելի քիչ փող ծախսելով, ու արդեն դանդաղացնելու մասին էլ ոչ ոք չի խոսում։ Արդեն բոլորը ընդհակառակը մաքսիմալ արագացնելու մասին են խոսում։ Այսինքն դանդաղացնելու մասին կարող ես խոսել մենակ այն դեպքում, եթե դու այնքան առաջ ես, որ կարաս քեզ թույլ տաս։ Բայց հիմիկվա աշխարհում դա շատ կարճ է տևում, էլի։ Հենց որ այդ դանդաղացնելու մասին խոսակցությունները իմ կարծիքով անլուրջ են։ Պետքա մաքսիմալ ընդհակառակ մաքսիմալ ադապտացվել ու բոլոր մակարդակներում այդ ադապտացնելը եւ անհատական մարդկանց մակարդակում ամենակարևոր հմտությունը իմ կարծիքով այս մեր դարում արագ փոփոխությունների հետ հարմարվելն է։ Այսինքն ոչ մի գործ, ոչ մի մասնագիտություն, ոչ մի հաստիկ, այսպես ասած, ապահով չի, որ ինքը կմնա նույն ձևով իր ամբողջ կյանքում նույն գործը կան։ Ոնց որ ամբողջ մարդկության պատմության ընթացքում ա եղել։ Ոնց էր մարդիկ հիմնականում ինչ-որ մի հմտություն սովորում էին, ու հետո ամբողջ կյանքում նույն բանն էին անում։ Մինչև ծերություն, մինչև թոշակի անցնել նույն բանն էին անում։ Հիմա այս մեր դարում երևի կարելի ասել ամենամեծ փոփոխությունը կամ ամենամեծ փոփոխություններից մեկը այն է, անընդհատ պետք է սովորես նոր գործիքներ, այդ չգիտեմ, ասենք AI-ի հետ հիմա որ ասում ենք ենթադրենք նոր մասնագիտություններ են հայտնվում, ենթադրենք prompt engineering են սովորում մարդիկ կամ AI engineer կամ AI
նույնիսկ data scientist են դառնում մարդիկ, տվյալագետ եւ այլն 10 տարի հետո այդ մասնագիտությունից հիմիկվա սովորած այդ հմտություններից ոչ մեկը պետք չի գալու, որովհետև prompt engineering-ը լրիվ փոխվելու է, լրիվ ուրիշ լեզվով, ուրիշ ձևով է, կարող է ընդհանրապես պետք չլինի դա, օրինակ, չգիտեմ, երկու բառով ասես արդեն AI հասկանա, կամ նույնիսկ չասես ինքը արդեն հասկանա, օրինակ դա պետք չլինի, կամ հիմիկվա օրինակ այդ տվյալագիտության բաները, գործիքներն ու բաները, որ հիմա օգտագործում ենք, ասենք հմտությունները 10 տարի հետո AI-ի շնորհիվ լրիվ փոխվելու են։ Մենք այդ ամբողջ ընթացքում, եթե հիմա ես ուղղակի բան եմ, ոչ մի բան չսովորեմ, 10 տարի հետո ես բացարձակ մրցունակ չեմ լինելու, որտեղ լրիվ ուրիշ աշխարհում եմ լինելու։ Նույնը ասենք դիզայներների մոտ է, նույնը ասենք բոլոր ճարտարապետների մոտ է, նույնը իրավաբանների մոտ է, իհարկե դուք ասես նույնը պետական կառավարման համակարգում է, եթե անընդհատ փոխվում է, հենց դու կանգնեցիր, դու մրցակցությունից դուրս ես գալիս ուղղակի, որտեղ մրցակիցներդ առաջ են գնում։ Ու այդ է երևի ամենակարևորը։ Նույնը նաև մեծ ընկերությունների դեպքում է, նույնը պետությունների դեպքում է։ Հենց որ դու կանգնեցիր, դու մրցակցությունից հետ ես ընկնում ու պարտվում ես։ Ասում Մենք խոսեցինք ոնց որ անխուսափելի զարգացման մասին, բայց այս բայդրությամբ նաև այլ ռիսկեր կան, որոնցից ոչ թե հնարավոր է խուսափել, այլ պետք է խուսափել, օրինակ deepfake-երը, որ էլի արհեստական բանականության միջոցով հնարավոր է ինֆորմացիոն պատերազմում առավելություն ստանա ինչ-որ մի պետություն։ Այդ մասով ինչքանով է մեծ deepfake-երի ռիսկը կամ ընդհանրապես արհեստական բանականության օգտագործումը ինֆորմացիոն պատերազմում, այդ ինչքանով մեծ ռիսկ է պետությունների համար կամ մասնավոր անձանց նույնպես։ Հա, այդ իրականում ահագին լուրջ խնդիր է, որ պետքա մտածել, էլի ոնց որ եւ պետությունների համար առավել եւս մեծ խնդիր կարա դա առաջացնի, լուծվող խնդիր է ու իրականում այդ խնդիրը նոր չի։ AI-ի շնորհիվ կամ AI-ի պատճառով դա սրվել է ահագին, իհարկե շատ ավելի բարդացել է, բայց այդ խնդիրը նոր չի։ Այսինքն միշտ եթե նայես, ասենք, մինչև AI-ի դարաշրջանում էլ կար խնդիր, որ օրինակ բաներ լրագրողները օրինակ գնում էին բաներին անում, լուսաբանում էին մի բան, որը որ ասենք հակագիտական ինչ-որ բան է, որ լրիվ կեղծ է, չգիտեմ, ինչ-որ աստղագուշակներ, ինչ-որ էքստրասենսեր եւ այլն, ու գնում էին օրինակ նաև լուսաբանում էին գիտական լուրջ ձեռքբերումներ, որոնք որ ասենք, չգիտեմ, 10,000 մարդ աշխատել է դրա վրա, միլիարդավոր դոլարներ են ծախսվել ու մարդիկ հասել են փորձելով ինչ-որ մակարդակի, դրանք լուսաբանում էին նույն մակարդակի ու մարդը, ով գիտությունից այդքան լավ չի հասկանում, ինքը օրինակ շատ դեպքերում չէր հասկանում, օրինակ, որն է գիտական ապացուցված ինֆորմացիա, որն է ուղղակի ինչ-որ մի 3 հոգու օդից հորինած ինչ-որ սենսացիայի համար կամ լուրեր գրելու համար հորինած ինչ-որ կեղծ նորություն։ Ու դա միշտ խնդիր է եղել իրականում, ու դրա մասին մարդիկ խոսացել են, ասենք 50-100 տարի առաջ էլ, բայց հիմա AI-ի շնորհիվ դա շատ ավելի սրվել է, որովհետև հիմա այդ կեղծ նորություններ, կեղծ ինֆորմացիա ստեղծել ու էդի շատ լավ սիրուն փաթեթավորել, որ լրիվ իրականության տեսք ընդունի, շատ ավելի հեշտացել է։ Ու լուծումը ոնց որ այն ժամանակ նենց էլ հիմա այդ շատ պրիմիտիվ կարող է հնչի, բայց կրթվելն է, էլի, ոնց որ հասկանալն է, անհատական մակարդակում, այսինքն ձեռք բերել հմտություններ, տարբերել, ասենք, ճշմարտությունը ստից, հասկանալ, ասենք, որն է վստահելի աղբյուր, որը վստահելի աղբյուր չի, ու կասկածելով, ոնց որ critical thinking անգլերեն ասում են, ամեն ինչին մոտենալ քննադատաբար, որ ամբողջ ցանկացած ինֆորմացիայի, որ դու ստանում ես, վերաբերվել քննադատաբար, չհավատալ ամեն ինչին, դա անհատական մակարդակում։ Դա լուծումն էր եւ առաջ այդ կեղծ նորությունների, դա լուծումն է նաեւ հիմա։ Հիմա, հա, ընդհանրապես ասեմ, ինչ է այդ
եթե մարդիկ կլինեն մեր դիտողների մեջ, որ կարող է չիմանան deepfake ասվածը ինչ է, AI-ը թույլ է տալիս ստեղծել ցանկացած տիպի բովանդակություն, լինի վիդեո, ձայն, պատկեր, տեքստ եւ այլն, այնքան մոտ իրականությանը, որ ուղղակի անձն աչքով չես կարող տարբերել։ Այսինքն հիմա կարող եք ինտերնետում հանդիպել բաներ, ասենք վիդեոներ, որտեղ որ օրինակ բանա, չգիտեմ, Դոնալդ Թրամփը հայերենով բան է անում, ասենք, ինչ-որ կենաց է խմում ու դա շատ հեշտ է ստեղծելը։ Դա, ասենք, ծիծաղալու կլինի, բայց եթե օրինակ ստեղծվի մի բան, որը որ շատերի համար կարա արժանահավատ լինի, օրինակ, չգիտեմ, կամ նենց բան ստեղծվի, որ մարդիկ ուզում են, սրտի խորքում ուզում են լսել, օրինակ, ասենք Դոնալդ Թրամփը վեր կանա ու ասի, որ բանա, չգիտեմ, հայերին շատ եմ սիրում, գալու եմ Հայաստան ու Հայաստանը շենացնելու եմ, օրինակ, կարող է լիքը մարդ հավատա։ Իմ ասածն է նա, որ եթե դու քննադատաբար ես մոտենում, հասկանում ես, որ դա քիչ հավանական որ ճիշտ լինի, ինչքան էլ դու տեսնես այդ վիդեոն քո աչքով տեսնես, քիչ հավանական որ դա ճիշտ լինի ու պետքա մի հատ, ասենք, օրինակ մի քանի տեղից ճշտես, մի երկու տեղից կամ քո համար հեղինակություն հանդիսացող լրատվամիջոցի կամ մարդու կարծիքը լսես այդ թեմայով, նոր հավատաս։ Արհեստական բանականությունն էլ չէ կարող ես օգտագործել հենց այդ նույն deepfake-երը ոչ հավաստի այդ սուտ տեղեկատվությունը բարձելու համար, որտեվ ինքը ոչ միայն գեներացնելու համար է, այլ նաև կարաս դու մեծ քանակի տեքստ բովանդակություն, չէ, վերլուծես արհեստական բանականության միջոցով, համատես հավաստի աղբյուրների հետ ու հասկանաս, որ այդ տեղեկատվությունը օրինակ սուտ տեղեկատվություն էր։ Իհարկե, այդ արհեստական բանականությունը շատ հզոր գործիք է ու հենց արհեստական բանականության կողմից ստեղծված վտանգների կամ հարձակումների դեմ արհեստական բանականությամբ կարող ես պաշտպանվել, բայց դա կարող է անել օրինակ պետությունը, ունենա ինչ-որ ծառայություն, որը որ զբաղվի դրանով, ու դա իրականում շատ հետաքրքիր թեմա է։ Կիբերանվտանգությունը ու AI-ի դարում դա մեծ թեմա։ Ագին լուրջ խնդիր է։ Պետքա բնականաբար պետքա անալիզ արվի մեծ դատան ու դա անելու գործիքները կան, տարբերելու ինչն է ճիշտ, ինչն է սուտ պետության մակարդակով, բայց անհատի մակարդակով օրինակ այդ տիպի հարձակումները հիմնականում աշխատում են մարդու արագ իմպուլսիվ որոշում կայացնելու հատկության վրա ու այդտեղ պետությունը կարող է չհասցնի միջամտի, էլի։ Պետությունը պետքա փորձի, ասենք, ֆիլտրել մաքսիմալ շուտ ասել, որ sense բան կա, խնդիր կա, բայց եթե օրինակ տնտեսական հանցագործության մասին ենք ասում, օրինակ ինչ-որ մի հատ մի մարդու կողմից, որին դու հավատում ես, լինի ընկերդ թե ուղղակի հայտնի մարդ, դու ստանում ես շատ արժանահավատ, օրինակ զանգ, լրիվ իր ձենով խոսում է, օրինակ շտապ ասում է, օրինակ պրոբլեմի մեջ եմ ընկել ու ինձ օրինակ փող է պետք, շատ պրիմիտիվ օրինակ եմ բերում, կարող է այդ սխեման կարող շատ ավելի բարդ լինի, ու շատ ավելի արժանահավատ լինի, կամ օրինակ մի հարց է տալիս, որ օրինակ ասում է, չգիտեմ, նկարի ես ինչ բանը, փողոցը ուղարկի ինձ, այս ինչ պատճառով ու քեզ շատ արժանահավատ պատճառ է ասում, ու չես հասկացում, որ դա քո ծանոթը չի։ Նույնիսկ քեզ լավ է զգում, որ քեզ տենց ինչ-որ բան է, խնդրանք արել, արագ անում ես, այդտեղ պետությունը կարող է չհասցնի էլի միջամտի, կամ ասենք ինչ-որ գործակալություններ, որ պետք է զբաղվել այդ կիբերանվտանգությամբ, այդտեղ կարող է չհասցնեն։ Այդտեղ խնդիրը այն է, որ մարդկանց երևի կրթել, բան անել, բացատրել, որ կա այսպիսի խնդիր։ Մենակ այն, որ մարդիկ իմանան, մաքսիմալ շատ մարդ իմանա, որ կա այդպիսի վտանգ, այդ արդեն բավականին մեծ բան է, որտեվ գոնե մի մասը եթե
քննադատաբար մոտենա, ասի, բայց մի հատ հետ զանգեմ, տեսնեմ կամ մի հատ էս մեկ ուրիշին զանգեմ, տեսնեմ, իրոք ճիշտ էր ասում, իրոք արժի սենց բան անել, թե չէ, էս իր ասածը անել, այդ շղթան կկտրվի էլի, ուղղակի։ Կիբեռանվտանգության մեջ էլ հիմնական ոնց որ գործիքներից մեկը այդ կիբեռանվտանգությունը ապահովելու դա հենց սովորեցնելն է, այսինքն մարդկանց ծանոթացնել կիբեռհարձակումների մասին ու ընդհանրապես, եթե օրինակ կազմակերպություններից մինչև հասարակության լայն շրջանակների պարբերաբար տարբեր երկրներում, որտեղ ունեն կիբեռանվտանգության հայեցակարգեր, օրենսդրություն, այդ մասով զբաղվում են ու նույնիսկ շատ երկրներում պարտավորեցնում են մեծ պատասխանատու ընկերություններին, որ իրանք տենց ուսուց ու դասընթացներ կազմակերպեն կիբեռանվտանգության մասով հենց քո նշած ռիսկերից խուսափելու համար։ Այսինքն կարանք ասենք, որ deepfake-երի ու արհեստական բանականության ստեղծած ռիսկը, այս ինֆորմացիոն կեղծ ինֆորմացիայի, կեղծ տեղեկատվության մասով ինքը նոր ռիսկ չի։ Կիբեռանվտանգության ռիսկն է ուղղակի ավելի վտանգավոր ձևով է դրսևորվում, ավելի շատ ավելի վտանգավոր է, որովհետև շատ ավելի հեշտ կարելի է մարդկանց խաբել այս ձևով։ Կարելի է նորություններ, օրինակ, նորություն ստեղծել, որտեղ ամբողջությամբ բոլոր նյութերը կան, ֆոտոները կան, վիդեո կա, խոսացող, չգիտեմ, տեքստը կա, հղումներ կան, ինչ-որ տեղերի վրա, ամեն ինչը իրական նորության նման լինի, բայց ինքը լավ կեղծ լինի։ Ու այդքան դժվար չի, ամենավատն է, որ վատը, չգիտեմ, անխուսափելի, բայց վատ, որ դա ահագին հեշտ է հիմա անելը։ Այսինքն շատերը կարող են անել, էլի։ Այդտեղ մի բան էլ կարող եմ ավելացնել, որ մեծ ընկերությունները հիմնականում այդ թեման շատ չեմ տարածվի, բայց կարճ ասեմ, որ ստեղծում են, հենց իրենք ստեղծում են, ովքեր որ ստեղծում են այդ մոդելները, այդ համակարգերը, նկարներ, վիդեոներ, աուդիոներ ստեղծող արհեստական բանականությունները, որոնք որ ստեղծում են, այդ ընկերությունները ստեղծում են նաև դրանք հայտնաբերելու գործիքներ, այսինքն իրանք հատուկ դնում են ինչ-որ օրինակ վիդեոյի կամ ֆոտոյի մեջ դնում են ինչ-որ մի բան, ինչ-որ մի նշան, որ մարդու աչքով չես տեսնի, չես կարող նկատել, բայց իրանք ունեն համակարգ, որոնք միանգամից գտնում են, այսինքն հասկանում են այդ, ասենք օրինակ Google-ը ունի գործիքներ, որ ցանկացած նկար կամ վիդեո ինքը հասկանում է այդ իր ստեղծածը, թե իր ստեղծածը չի։ Google-ի ստեղծածը, որտեղ watermark-ի ինչ-որ advanced watermarking է, ինչ-որ բարդ մեխանիզմներ են, որոնք իրականում ինչ-որ նշան են թողում, որով որ իրանք հեշտ կարող են դա հայտնաբերել։ Այսինքն պարզել, թե արդյոք այդ տեղեկատվությունը գեներացված է արհեստական բանականության միջոցով, թե մարդկանց կողմից։ Նույնիսկ եթե չեմ սխալվում, շատ չեմ տիրապետում այդ ոլորտին, բայց եթե չեմ սխալվում, արդեն շատ երկրներում օրենսդրություն կա կամ մշակման փուլում է, որ պարտադրում են, այսինքն եթե AI-ով ստեղծած արհեստական բանականության ստեղծած բովանդակությունը պարտադիր պետք է ունենա ինչ-որ նշան, որով որ այդ համակարգերը կարող են հայտնաբերել։ Եթե չեմ սխալվում, պլատֆորմներն էլ այսօր, եթե ինչ-որ օրինակ նյութ ես կիսվում, նկար ես տեղադրում, այնտեղ հարց է տալիս, արդյոք արհեստական բանականությամբ գեներացված է, այսինքն պլատֆորմների մակարդակում էլ այդ հարցը փորձում են երևի լուծել։ Մենք խոսեցինք այն դեպքերի մասին, երբ որ արհեստական բանականությունը դիտավորյալ օգտագործում են ինչ-որ վատ նպատակով, բայց արհեստական բանականությունը իրանով էլ կատարյալ չի, այսինքն դու կարող ես ուզենաս ինչ-որ հարց տաս ու արհեստական բանականությունը սխալ տեղեկատվություն քեզ տա, դա կոչվում է հալյուցինացիաներ, որը համարվում է այդ մեծ ռիսկ համենայն դեպս մասնագիտություններում կիրառելու տեսանկյունից։ Օրինակ նույն իրավաբանության մեջ հիմնական իրավաբանների մտավախությունը արհեստական բանականության կիրառելու մասով, բացի տվյալների պաշտպանությունը, նաև այդ հալյուցինացիաներն են, որ արհեստական բանականությունը կարա ունենա։ Այդ մասով ինչ կասես որպես ռիսկ։ Հնարավոր է այդ ռիսկերը զսպել կամ արդյոք այս նոր մոդելները ավելի քիչ են սխալ տեղեկատվություն տալիս, հորինում ինչ-որ մի բան։
Նոր մոդելները ավելի քիչ են տալիս, այդ միանշանակ, բայց այդ խնդիրը միշտ կա ու իհարկե այդ խնդիրը կա, ոնց որ այս հիմիկվա ժամանակակից արհեստական բանականության մոդելները այնքան բարդ են, որ նույնիսկ այդ ստեղծողները չեն կարող, իրանք հենց նախագծված են նենց, որ մինչև վերջ նույնիսկ ստեղծողները չեն հասկանում, չեն կարող կանխատեսել, թե ինքը ինչ ուղղությամբ կգնա ու ինչ կպատասխանի։ Ու հիմա բազմաթիվ տենց ուսումնասիրություններ կան, որ փորձում են կոնկրետ հասկանալ, թե ոնց է AI-ը աշխատում, այսինքն ինչի ասած այս ինչ բան է, ոչ թե ուրիշ բան։ Այսինքն այդ մտքի շղթան ավելի լավ հասկանալու, ավելի հասկանալի դարձնելու համար տենց։ Բայց խնդիրը մեկը մնում է, այսինքն երբեք 100%-ով համոզված չես կարող լինել արհեստական բանականության տված ինֆորմացիայի վրա։ Ուրիշ հարց է, որ մարդու տվածին էլ չես կարող, եթե մի մարդու ես լսում, միշտ կարող է այդ մի մարդը սխալ լինել, չէ։ Դու միշտ պետքա, այսինքն միշտ պետքա արհեստական բանականության տված ինֆորմացիան ստուգել ու համոզվել։ Ու այդտեղ էլ է բանը գալիս ենք պրինցիպի նույն էլի խնդրին, որ պետք չի ամեն լսածին հավատալ ու պետքա նաև արհեստական բանականության տվածին քննադատաբար մոտենալ։ Այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, որ գնալով ինչքան որ արհեստական բանականությունը ավելի շատ տեղեր է օգտագործում, տարբեր ոլորտներում է օգտագործում, այնքան ավելի շատանում են ռիսկերը, որ արհեստական բանականության սխալի պատճառով կարող են մարդիկ, կազմակերպությունները, նույնիսկ պետությունները վնասներ կրել։ Օրինակ, ֆինանսական վնասներ կամ, ասենք, ինչ-որ սխալ որոշումներ, նույնիսկ կարող են դժբախտ պատահարներ լինել։ Օրինակ, մեքենան, որ արհեստական բանականությունն է քշում, հիմա այդքան մեծ տարածում դեռ չունեն, ինչքան որ օրինակ 10 տարի առաջ այդ self-driving-ը շատ պոպուլյար թեմա էր ու թվում էր, թե մի 5-10 տարվա մեջ ամբողջությամբ ամբողջ աշխարհը դրան է անցնելու։ Դա տեղի չունեցավ դեռ, բայց կան հիմա բազմաթիվ համակարգեր մեքենաների վրա, որոնք որ օրինակ բան են անում։ Գործի մեծ մասը անում են, էլի։ Այսինքն համարյա ամբողջությամբ քշում են ու որոշ քաղաքներում էլ օրինակ ԱՄՆ-ում փոքր տարածքներում, ասենք ինչ-որ թաղամասերում կամ ինչ-որ քաղաքների կենտրոններում նաև լրիվ թույլատրված է, որ առանց վարորդի մեքենան կարողանա քշել։ Այդտեղ առաջանում են բազմաթիվ հարցեր նաև պատասխանատվության, այսինքն եթե արհեստական բանականությունը սխալ է թույլ տալիս, ով է պատասխանատու։ Դրա համար հիմնականում օրինակ մեքենաների օրինակը եթե շարունակենք, բոլոր մեքենաների այդ ավտոմատ կառավարման համակարգերը իրանց կանոններում միշտ պարտադրում են, որ մարդը անընդհատ ղեկին լինի ու անընդհատ բան անի, նայի ու պատասխանատվություն ինքը կրի։ Այսինքն բոլոր համակարգերն էլ, եթե նույնիսկ այդ համակարգը կարողանում է արդեն A-կետից B-կետը ամբողջությամբ քշի բոլոր կանոնները պահելով եւ այլն, բայց օրենքով պահանջում են, որ վարորդը լինի նստած ու միշտ նայի ճանապարհին ու ցանկացած պահի պատրաստ լինի կառավարել, որպեսզի եթե խնդիր լինի ինչ-որ այդ վարորդը պատասխանատվություն կրի, ոչ թե մեքենան, որտեղ այդ դեպքում պարզ չի թվում էս պատասխան։ Եթե վարորդը պատասխանատվություն չի կրում, այդ դեպքում պարզ չի թե ով պետք է պատասխանատվություն։ Երևի ստեղծողը կամ այդ արտադրողը մեքենայի, ով որ այդ գործիքը տալիս է։ Դե տես, սենց է խնդիրը, եթե օրինակ ավտոմատացված այդ համակարգը արհեստական բանականությունը քշում է ու ասենք 1000 անգամ կամ 10000 անգամ ավելի քիչ է բան անում վթարի ենթարկվում, քան ասենք միջին մարդը, բայց մեկը ի վերջո վթարի է ենթարկվում, օրինակ միլիոն կիլոմետր գնալուց մի անգամ խփում է ինչ-որ տեղ, մարդը օրինակ 10000 կիլոմետր գնալուց է մի անգամ խփում։
Բայց նույնիսկ եթե միլիոն կիլոմետր կամ 10 միլիոն կիլոմետր գնալուց մի անգամ խփի, մեկը այլ է մեկը աշխարհի մասշտաբով այդ հարցը առաջանում է, ով է պատասխանատվություն կրելու։ Ու այդ իրականում տեղ ահագին լուրջ խնդիրներ կան։ Մի քիչ շեղվեցինք այդ թեմայից, բայց ահագին բաներ կան, խնդիրներ կան, այդտեղ նաև իրավաբանական խնդիրներ կան, այսինքն օրենքների խնդիրներ կան, որ պահին ու ոնց պետքա օրինակ այդ պատասխանատվությունը բաշխվի, էլի։ Հասկանալի է։ Տարածված մտահոգությունը, ռիսկը նաև այն, որ արհեստական բանականությունը ինչ-որ մի պահի գիտակցություն ձեռք կբերի ու հնարավոր է տենց չար բաներ անի մարդկանց հետ, մարդկանց դեմ դուրս գա կամ որը որ շատ տարածված է ֆանտաստիկ ֆիլմերում։ Այդ մասին ինչ կասես, հնարավոր է, այսինքն այս հիմիկվա արհեստական բանականության զարգացման տեմպերը ցույց են տալիս, որ մենք մոտիկ ենք այդ վիճակին, երբ որ արհեստական բանականությունը ինքն իրանով գիտակցություն ձեռք բերելու շնորհիվ կսկսի ոնց որ մարդկանց դեմ դուրս գալ։ Այս պահին նախ սկսեմ նրանից, որ այս պահին ավելի մեծ վտանգ, շատ ավելի մեծ վտանգ է ոչ թե չար AI է, այսպես ասած, այլ չար մարդկանց ձեռում հզոր AI է։ Այս պահին բանը չէ, իրականում գիտակցություն ձեռք բերելուց կարծում եմ ահագին հեռու ենք այս պահին, չգիտեմ, ապագան կանխատեսել շատ դժվար է, չգիտեմ դա ինչ-որ պահի կլինի, թե չի լինի ընդհանրապես, բայց այլ իրավիճակ կարա լինի։ Եթե դու տալիս ես պատկերացրու տալիս ես օրինակ ինչ-որ մի հատ մեծ համակարգ, որ AI-ը կառավարի, օրինակ ցանկացած քաղաքի լուսացույցներից բռնած մինչև ասենք անվտանգության համակարգ, ենթադրենք սահմանի երկրի սահմանի անվտանգությունը։ Տալիս ես AI-ին, որովհետև AI-ը շատ ավելի լավ է անում, քան թե մարդը։ Ավելի լավ է տեսնում, չգիտեմ, ավելի արագ ռեակցիա ունի եւ այլն, ու ավելի օպտիմալ է կառավարում։ Եթե նույնիսկ AI-ը գիտակցություն որպես այդպեսին չունի, այդ գիտակցության հարցը ավելի շատ փիլիսոփայական է, ես չգիտեմ ճիշտ նրանց հստակ սահմանումները դրանց, որ պահին է դա համարվում, որ ինքը բանա self-aware է, որովհետև շատ դեպքերում որ հիմիկվա AI-ի հետ էլ որ խոսում ես, ինքը տենց ինչ-որ հարցերում իր կարծիքը ունի, ու տենց պարզ չի, որ պահին է համարվում բանելի, որ գիտակից պատասխան։ Այդ հարցը թողենք, ենթադրենք գիտակից չի, ինքը իրոք ուզում է իրան տվել ես խնդիր, ու ինքը իրոք ուզում է բանալ, լուծել այդ խնդիրը։ Այսինքն լավագույն ձևով, ամենաօպտիմալ ձևով լուծել այդ խնդիրը։ Արդյոք այդ ամենաօպտիմալ ձևը ինչ որ պահի չի կարա մարդու դեմ լինել։ Այսինքն այտենց ֆանտաստիկ գրականության մեջ շատ հայտնի բան է, որ ի վերջո բերում է եթե արհեստական բանականություն եթե դու ունես համակարգ, եթե դու ունես էակ, չգիտեմ, էակ ասենք, համակարգ ասենք, որը որ շատ ավելի խելացի է, քան մարդը, ու այդ շատ ավելի խելացի համակարգին դու պատվիրակում ես, ասում ես, այս ինչ համակարգը դու կառավարի, ինչ որ իմաստով մարդը իր ազատությունից զրկվում է, չէ՞, այսինքն դու տալիս ես իրան, ասում ես դու որոշի, ես ոնց գնամ, օրինակ, ամենապարզից սկսած, որ դու որոշի, թե ես ինչ տեսնեմ իմ սոցիալական ցանցում, մինչև դու որոշի, թե օրինակ որ փողոցում ինչքան լուսացույցը վառվի, կամ դու որոշի, թե օրինակ որ պահին բանին սահմանին կրակես կամ չկրակես եկող օրինակ օբյեկտին, հասկացի կենթանիա թե մարդա կամ թշնամիա թե յուրայինա ու կրակի, օրինակ, ու տենց բազմաթիվ համակարգեր։ Պատկերացրու, եթե այդ համակարգը շատ ավելի լավ է աշխատում, քան թե մարդը, ու մարդը իրան տալիս է այդ հնարավորությունը, ինչ որ իմաստով մարդը իր բանը ազատությունը վստահում է ինչ որ չափով ինքը իրան գիտակցաբար սահմանափակում է, որպեսզի
հնարավորություն տա ավելի խելացի այդ համակարգին կառավարել։ Ու եթե նույնիսկ ինքը տենց գիտակից չի ու չար չի ու ինչ որ այդ բան չի, ֆիլմերի նման չի ուզում աշխարհը վերացնել կամ մարդկանց վերացնել, այդ քայլ առ քայլ կարա բերի նրան, որ մենք ուղղակի ոնց որ ամեն ինչ տվել ենք, ասում ենք AI-ը թող որոշի մեր փոխարեն, մենք երբ զարթնենք, երբ քնենք, ոնց գնանք, որ ճանապարհով գնանք, որս ինչով զբաղվենք, մենք մեր համար հանգիստ ապրենք, ամեն ինչը թող AI-ը անի։ Այդ դա է ավելի մեծ ռիսկ։ Զոր առաջին սենց կձևակերպեի իմ կարծիքը։ Առաջին ռիսկը ամենամոտ այդ այնա, որ AI-ը ինքը շատ հզոր գործիք է ու կարա ծառայի ոնց որ հանցագործներին վատ նպատակների համար։ Դա ամենամոտ ու ամենակոնկրետ ռիսկն է, որի մասին խոսացինք, deepfake-եր, երկրի անվտանգության, կիբեր անվտանգություն եւ այլն։ Երկրորդ մակարդակի ռիսկը այն է, որ մարդիկ ուղղակի ինքնակամ քիչ-քիչ հանձնեն իրանց բոլոր բաները, որոշում կայացնելը կամաց հանձնեն արհեստական բանականության, ոչ թե նրա համար, որ AI-ը ուզում է աշխարհը գրավի, այլ ուղղակի AI-ը ավելի ճիշտ, ավելի օպտիմալ որոշումներ է կայացնում, ինչի մենք սխալ վատ ձևերով սխալվելով, փորձելով այդ որոշումը կայացնենք ավելի բարդ ձևով, եթե AI-ը ավելի լավ այդ նույն բանը անում է։ Բայց այս դեպքում աստիճանաբար հանձնենք կամաց։ Հա, ու երրորդ մակարդակը, որը որ կարծում եմ այս բանի շատ հեռու է, այդն է, որ AI-ը տենց որոշի, որ պետքա մեր դեմ դուրս գա ու փորձի ինչ-որ վատ բան անել, վերացնել, հա, այդ դա կարծում եմ շատ հեռու ենք, ու չեմ էլ ուզում դա կանխատեսել, էլի։ Դու նշեցիր, որ օրինակ հիմա արդեն AI-ը որոշում է, թե սոցիալական ցանցերում ինչ ինֆորմացիա մենք տեսնենք։ Այդ մասով ինչ կասես, որովհետև այդ նույն ալգորիթմները, եթե չեմ սխալվում, շատ են արհեստական բանականություն օգտագործում։ Ես նույնիսկ ընկեր ունեմ, ով որ գիտական աշխատանք է ունեցել կախվածություն առաջացնող ալգորիթմների մասին, ու դա ինքը այդ աշխատության վրա զբաղվում էր այդ հարցով մինչև այս մեծ լեզվական մոդելների ChatGPT-ի հայտ գալը, այսինքն նույնիսկ այն ժամանակ որոշակի AI-ի միջոցով ալգորիթմներ էին սարքում, որ մարդը միշտ թերթի, այսինքն մարդուն տաս դու նենց ինֆորմացիա, որը իրան ստիպում է միշտ թերթել ու որն էլ հնարավորություն է տալիս այդ պլատֆորմներին գովազդներ ցույց տալ ու վերջի վերջո շահույթ հետապնդելու նպատակով են այդ ալգորիթմները ստեղծվում։ Այս մասով ինչ կասես։ Այդ շատ ճիշտ նկատեցիր, այդ սոցիալական ցանցերը ստեղծված են հենց նրա համար, այսինքն իրանց հաջողությունը կախված է նրանից, թե իրանց օգտագործողները ինչքան ժամանակ կանցկացնեն իրանց app-ում կամ սայթում, ու բնականաբար իրանք օգտագործում են մաքսիմալ բոլոր հնարավոր մեթոդները մարդկանց իրանց սայթում պահելու համար։ Ու դա լավագույն ձևով անում է արհեստական բանականությունը, այդ կարող LLM չլինի, այսինքն կարող է ուղղակի լինի ինչ-որ ավելի հասարակ, ավելի կարող է շատ բարդ, բայց հա, ուրիշ տեխնոլոգիայով աշխատող կարող է ուղղակի machine learning լինի, ուղղակի սովորի թե կախված թե դու ինչ ես սիրում, որտեղ ես գտնվում, ասենք քո քաղաքը, քո մասնագիտությունը եւ այլն, սկսի բերել այն ինչ որ ավելի հավանական է, որ դու կնայես, կարդաս, կլսես, ու դու կախված նրանից թե որ պոստի վրա, որ նկարի, վիդեոյի վրա ավելի երկար կանգնեցիր, ըստ դրա որոշի հաջորդը քեզ ինչա ցույց տալիս ու եւ այլն։ Հա, ու բնականաբար բոլոր հիմա սոցիալական ցանցերը այդ ձևով են աշխատում, այսինքն շատ բարդ համակարգեր են, որոնց նպատակը մաքսիմալ շատ քեզ այդ համակարգում պահելն է, ցանցում պահելն է, ու դրա արդյունքում դրա հիմնական վտանգը, որի մասին համեմատաբար շատ է խոսվում, դա նա որ ինչ-որ փուչիկներ են ստեղծվում, այսինքն դու սկսում ես տեսնել մենակ այն ինչ որ քեզ հետաքրքիր է, ու տեսնում ես մենակ այն մարդկանց, ովքեր որ քո նման են մտածում, ու
եթե դու մտնում ես օրինակ քո սոցիալական ցանցը, նայում ես, քեզ թվում է թե ամբողջ աշխարհը քո նման է մտածում, բոլորը ու շատ դեպքերում իրականությունից կտրվում ես, ու եթե գնում ես մի հատ ինչ-որ ուրիշ միջավայր, որը քո փուչիկից չի, դու շատ զարմանում ես, որովհետև ոնց շատ մեծ տարբերություն է լինում քո սոցիալական ցանցում տեսածի ու ինչ-որ պատահական միջին մարդու մեջ, որովհետև դու տեսնում ես այն ինչ որ քեզ դուր է գալիս, որովհետև այն ինչ որ քեզ դուր է գալիս, քեզ ստիպում է ավելի երկար լինել այդ ցանցում։ Ու դա ամենա ոնց որ համեմատաբար անվնաս մասն է, որ ուղղակի դու աշխարհից կտրվում ես, իրականությունից կտրվում ես, ապրում ես ինչ որ փուչիկի մեջ, որը որ կարծես ես տեսնում ես այն ինչ որ քեզ հաճելի է։ Տեսնում ես մարդկանց, ովքեր որ քաղաքականապես քո նման են մտածում, տեսնում ես, ասենք, չգիտեմ, նույնիսկ տեսնում ես մարդկանց, ովքեր որ, ասենք, նույն ուտելիքներն են սիրում, օրինակ, նույն տիպի ճաշացանկ ունեն կամ նույն տիպի տեղեր են գնում, նույն նախասիրություններ ունեն, տեսնում ես, ասենք, մարդիկ, ովքեր որ քո համար հեղինակություն են, ու կամաց չես տեսնում մնացած աշխարհը, էլի։ Դրա ոնց որ ասում եմ, դա համեմատաբար անվնաս մասն է, դրա կա ավելի ոնց որ վտանգավոր տարբերակը, որը որ չգիտեմ ինչքանով է կիրառվում իրականում, ինչ որ չափով բնականաբար կիրառվում է, բայց դա երևի չենք կարող իմանալ, այդ այնա որ կարող են դա այդ քո փուչիկը արհեստականորեն մի քիչ փոխեն, օրինակ քո այն ինչ որ դու մտածում ես, քեզ տանեն ինչ որ ուղղությամբ, որ իրանց պետք է, էլի։ Եթե ինչ որ կարելի ասել որպես զենք օգտագործեն քո դեմ կամ քո հասարակության դեմ, եթե քո ասածը ավելի ծայրահեղացնենք, չնայած ինչը որ իմ կարծիքով հիմա կիրառվում է, փորձեն ինչ որ հասարակությանը ստիպել մտածել մի ձև։ Հա, իհարկե։ Այսինքն եթե դու տեսնում ես ունես ինչ որ մի հատ խումբ մարդկանց, որոնց հետևում ես, որոնք քո համար հեղինակություն են, որոնք մտածում են ինչ որ չափով քո նման ու քո նենց ոնց որ քո իմացածներն ու քո աշխարհ հայացքը հաստատում են ու ամրացնում են, եթե դրա մեջ մի քիչ կամաց կաթիլ մցվի ինչ որ մի ուղղություն ու քեզ տանեն ինչ որ մի ուղղությամբ, ասենք դեպի ծայրահեղություն, դու շատ դեպքերում կարող չզգաս ուղղակի։ Այսինքն քո աշխարհ հայացքը ինչ որ 99%-ը լրիվ այն է, ինչ որ դու պատկերացնում ես, ինչ որ սիրում ես, 1%-ը լինի ինչ որ մի բան, որը որ քեզ ուզում են սրսկել, ինչ որ իդեա, ու դու շատ դեպքերում դա չզգաս ու համարես, որ դա քոնն էր, այդ քո աշխարհ հայացքի մասն է։ Ու այդ ձևով կարող են ազդել, ասենք, ընտրությունների արդյունքների վրա, կարող են ազդել, չգիտեմ, ազգերի ճշտամացնել, ազգերի բարեկամացնել, շատ հզոր գործիքներ են իրականում այս բանի սոցիալական ցանցերը, ու դրա հետ կապված է շատ մտահոգություններ կան ու շատ զբաղողներ կան, ու դրա դեմ պայքարողներ կան, հենց օրինակ Ամերիկայում պետության մակարդակով շատ օրինագծեր են ընդունում, փորձում են այդ ուսումնասիրություններ անեն, հետաքննություններ են անում, որպեսզի համոզվեն, որ սոցիալական ցանցերը չեն մաքսիմալ օբյեկտիվ են այդ առումով, բայց միևնույնն է, որ ես չեմ կարծում, որ դա տենց 100%-ով հնարավոր է վերահսկել, էլի։ Կարող է նույնիսկ ամբողջ սոցիալական ցանցի մակարդակով չլինի, ինչ որ բանի ավելի փոքր մակարդակով, ինչ որ քաղաքի կամ փոքր երկրի մակարդակով ինչ որ խմբեր կարողանան դա անել, մանիպուլացնել ինչ որ ձևով այդ ալգորիթմները, իրանց ուզած բովանդակությունը մարդկանց ուղեղները լցնեն ու տանեն մարդկանց իրանց ուղղությամբ, ու դա նույնիսկ, ասենք, Facebook-ի կամ Google-ի տնօրինությանը չհասնի, էլի, այսինքն չլինի ինչ որ համաշխարհային դավադրություն, լինի ուղղակի ինչ որ մարդիկ, որոնք որ կարողացել են ճիշտ ձևով մանիպուլացիան ալգորիթմները, ճիշտ իրանց ուզածը սովորացնեն ալգորիթմին ու տանեն այդ ուղղությամբ։ Հա, այդտեղ մի հատ էլ բան հիշեցի, որ շատ հին էր AI-ի շատ ավելի շուտ
չեմ կոնկրետ բանը ճիշտ ասած չեմ հիշում որ երկրում էր որ պատերազմի մասին էր չեմ ասի որպեսզի չսխալվեմ բայց տենց դեպք կար որ այն գյուղերում որտեղ որ ռադիո կար շատ պատերազմի ժամանակ երկու ազգի միջև պատերազմի ժամանակ այդ ռադիո լսող մարդիկ շատ ավելի դաժան էին հակառակորդ թշնամի ազգին կոտորել, սպանել, մորթել իսկ այն գյուղերում որտեղ որ ռադիո չկար իրենք շատ ավելի խաղաղ էին ու շատ բան էին արել շատ դեպքերում շատ ասենք ռադիոն դեռ երևի 50-60 տարի առաջվա պատմություններ են ինչ որ ես ասում եմ այն ժամանակ դեռ ռադիոն այդպիսի ազդեցություն ուներ որտեղ դեռ ռադիոյով ասել էին որ իրանք մեր թշնամին են իրանք պետքա ոնց որ դեհումանիզացիա էին արել այսինքն իրանք մարդ չեն կենթանի են պետքա իրանք սպանել մորթել ու այդ մարդիկ գնացել էին ու այդ ձևով այդտենց էին արել իսկ ով չէր լսել այդ ռոպագանդան իրանք գլուխը չէր լցվել իրանք դա չէին արել ուղղակի դե պատկերացրեք հիմա սոցիալական ցանցերը ինչքան ավելի հզոր են քան թե այն ժամանակվա ռադիոն Շնորհակալություն շատ Արմեն ջան հետաքրքիր զրույցի համար ես էլ եմ շնորհակալություն եւ կհանդիպենք մյուս հաղորդմանը